Արթուր Խաչատրյան, հաջորդ հարց։ Պարոն Այրապետյան, նախ անկեղծ զարմացած եմ, որ դուք եք այս հարցը զեկուցում, որովհետև բարձր տեխնոլոգիա ենթադրում եմ, որ դուք մեդիումի միջավայրի համար եք պատասխանատու, ոչ թե կոնտենտի։ Մեդիումը միջավայրն է, չգիտեի։ Մեդիումը միջավայրն է, այո։ Սրիդան էլ չորեքշաբթին է, բայց էլի միջավայրն է։ Շատ բայց ամեն դեպքում հարցը շատ նման է Գեղամի հարցին։ Եվ ձեր պատասխանը, տեսեք, ասում եք իմ անձնական կարծիքով, վաղը կարող է դուք մինչև հունիսի 7-ը նշանակեք փոխվարչապետ, ձեր փոխարեն մեկ ուրիշը գա, որը այդ կարծիքը չունենա։ Եվ դա համար օրենքով երևի ճիշտ կներ ինչ-որ մի բան ուղղորդիչ ամրագրել։ Հիմա իմ օրինակն էլ է մոտավորապես նույնը։ CNN-ը, լավ, հիմա CNN-ը մոդա չի։ Fox News-ը ռեպորտաժ է տալիս, ասում է ոստիկանությունը բռնություն է կիրառել։ Լավ, հիմա բռնություն կիրառելը կարող է դիտվի որպես հանրային կարծիքի ձևավորում։ Կարող է դիտվի որպես նախարարին վարկաբեկելու փորձ։ Այդ այն մենյունը, որը դուք կարդում եք։ Այսինքն, այս դեպքում, եթե ընդհանրենք Հ1-ը տալիս է Fox News-ը կամ Երկիր մեդիան կամ Ավարտեք, խնդրեմ։ Հետո ինչ է լինելու։ Պարոն Խաչատրյան, ես ինչու պարոն Մանուկյանի հարցինի պատասխան ասացի, որ առավելագույնս կարող եմ իմ կարծիքը հնչեցնել, որովհետև ես մնում եմ այն համոզման, որ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ ԲՏԱ նախարարությունը, որը տվյալ պարագայում ներկայացնում է կառավարության դիրքորոշումը այստեղ, առավելագույնս կարող է դաշտ ստեղծել, իրավական դաշտ ստեղծել կարգավորող մարմնի համար։ Մենք այսօր ասում ենք, եթե օրինակ ձեր կարծիքով, հենց ձեր կարծիքով, որևէ ցանցային օպերատորի կողմից անուններ հնչեցրեց պարոն Մանուկյանը, ասենք գերմանական Deutsche Welle-ն կամ ռուսական որևէ հեռուստաալիք, չգիտեմ, էական չի, ակնհայտորեն խախտում արեց եւ դուք դա խոստովանեք, այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ունի 0 լծակ դա թույլ չտալու, որ հասնի մեր քաղաքացին։ Ես ընդհանրապես ասում եմ, այս նախագծի էությունը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը սահմանադրական մարմին է, թե այնտեղ ինչ կոմպետենցիաներ կան, ես դրա գնահատական տվողը չեմ։ Հանձնաժողովի անդամներին ազգային ժողովն է ընտրում եւ ես նորից այդտեղ որևէ լիազորություն եւ իրավասություն չունեմ այդ դաշտ մտնելու։ Այդ ինստիտուցիոնալ դաշտ է եւ այդտեղ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ Արձագանք, պարոն Խաչատրյան։ Դե հենց իմաստացնել յուրաքանչյուրը իր գործով պետք է զբաղվի։ Ձեր գործը միջավայր տրամադրելն է, ոչ թե կոնտենտի մասին օրենք զեկուցելը։ Հիմա պատկերացրեք տեղի ունենում պատահար, դեպք, դատի են տալիս այդ հեռուստաընկերությանը, հեռուստաընկերությունը գնում է, ասում է Մխիթար Հայրապետյան, ասում է ինչ եք, իմ կարծիքով դա հանցագործություն չի, որտեղ Մխիթար Հայրապետյանը sense բանը ասել։ Դատարանը չի ասի, չէ՞, Մխիթար Հայրապետյանի կարծիքով դա հանցագործություն է կամ հանցագործություն չի։ Օբյեկտիվ չափորոշիչներ են պետք, այսինքն ընդունում ենք մի օրենք, ընտրությունների նախաշեմին, որը սարսափելի, կամայական, էկլեկտիկ դատողությունների տեղ է բացում, այսինքն սպეციფიკան փաստը, լավ, ոնց են ասում, իրավական որոշակիությունը բացակայում է, միգուցե պետք լինի այդ ամեն ինչ ավելի հստակեցնել, որ հողում չկատարենք Խաչատրյան Արտուրի կարծիքին եւ Մխիթար Հայրապետյանի կարծիքին, հետո ըստ ճաշակի որոշենք, թե ում կարծիքն է ավելի կարծիք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, այդուհանդերձ ես չեմ փոխի իմ կարծիքը ձեր վերաբերյալ, ես ամեն դեպքում համարում եմ ձեզ ինստիտուցիոնալ մտածող մարդ։ Եվ եթե այդպես է, եւ եթե ես չեմ սխալվում, դուք ինչ չպիտի ներքաշեք հենց կոնտենտուալ հարցերի մեջ։ Ես ասում եմ, մի մտեք այդ դաշտ։ Դա իմ դաշտը չի։ Ես ասում եմ հետեւյալը. գոյություն ունի օրենսդրություն։ Մենք քաղաքականություն մշակող մարմին ենք։ Մենք ասում ենք, որ կարգավորող մարմինը պիտի վերջապես առաջին անգամ ընդամենը օրենքով ստանալ լիազորություն անդրադառնալու այդ տեսակ հարցերին։ Մնացածը պրոֆեսիոնալ աշխատանք է, պարոն Խաչատրյան։ Եվ ես կարծում եմ, որ շատ տարօրինակ կլիներ, եթե քաղաքական մարդը գար ազգային ժողովի ամբիոնից սկսեր հանկարծ ասեր գնահատականներ տար, թե որն է համարվում ներքաղաքական կյանքին միջամտություն, թե ոչ։ Ես ներողություն ամենայն հարգանքով այդ սադրանքին չեմ տրվի։ Պարզապես ես ասում եմ, առաջարկում եմ ձեզ, որ հանձնաժողովը ստանա այդ լիազորությունը, որպեսզի նաև որը տարատեսակ տեղեկատվական հարցակումների պարագայում
եւ հանրային պահանջը եւ ձեր ազգային ժողովի պահանջը կարողանա լիարժեք կերպով պատասխանի։ Հանձնաժողովի նախագահ ամեն տարեկան զեկույցի ժամանակ հենց այս ամբիոնից գալիս եւ արձանագրում է, որ այն հարցերը, որոնք հիմնականում բարձրաձայնվում են, դրանց պատասխանը օրենսդրական բացի մեջ է։ Մենք այդ բացն ենք ուզում լրացնել։ Ագերի գործընկերներ, շնորհակալություն, այժմ նախատեսված է միջին 30 րոպե։